Պարոն Ստեփանյան, սա ձեր առաջին հարցազրույցն է ոչ քաղաքական եւ ոչ հատկապես արտաքին հարաբերությունների թեմայով, ճիշտ է։ Այո, այդպես է ստացվել։ Ուրախ եք այդ բաղով։ Ճիշտն ասած, հա, մեծ բավականություն եմ ապրում, որովհետեւ այնպես է ստացվում, որ ինձ հետ բոլոր զրույցները, հարցազրույցները քաղաքական թեմայով են, հիմնականում արտաքին քաղաքականություն են, դեպքում երբ որ ես Օրինակ շատ կուզեի խոսել հասարակական թեմաներով, այնինչ կատարվում է մեր շուրջը, մեր քաղաքում, մեր երկրում, հետեւաբար այս ֆորմատը եւս մի քայլ առաջ է երևի դեպի այդ հասարակական թեմայով զրույցներ։ Հասկացա։ Դե կփորձենք նաեւ այդ թեմաներից զրուցել, բայց մենք նախ եւ առաջ եկել ենք ձեր աշխատանքային միջավայրը բացահայտելու։ Դուք այսպես երկու հիմնական վայրում եք աշխատում։ Մեկը միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտն է, որտեղ փորձագետ եք, եւ այստեղ առաջին հեմը որպես հաղորդավար։ Այսօր մենք մի քիչ ավելի շատ հաղորդավարական կողմը կփորձենք հասկանալ, սա տաղավարներից մեկն է, որտեղ դուք աշխատում եք։ Ձեր հիմնական տաղավարը չի եւ այլն։ Ձեզ այդ երկուսից որն է ավելի հոգեհարազատ։ Նախ դուք ձեզ առաջինը համարում եք փորձագետ, թե հաղորդավար արդեն նաեւ։ Երևի թե ավելի շատ փորձագետ, որովհետեւ որպես հաղորդավար ես ավելի շատ քաղաքական մեկնաբան եմ։ Այսինքն ես ոչ միայն հարցազրույց եմ վարում, այլ նաեւ իմ կարծիքն եմ արտահայտում այդ զրույցների ժամանակ։ Հաղորդավար երևի ավելի շատ երկրորդ պլան է գնում այստեղ։ Ահա։ Բայց դե ես էլ հենց հիմա հարցազրույց եմ վարում, որոշ նրբություններ եւ դժվարություններ գիտեմ, հետաքրքիր է ձեր մոտեցումը։ Մենակ ո՞նց եք պատրաստվում հարցազրույցներին։ Որովհետեւ դուք ամենօրյա ռեժիմով նաեւ ուղիղ եթերում եք, այդ շատ ժամանակ է տալու։ Իմ միակ պատրաստությունը հարցազրույցին դա լրահոսն է։ Ես պետք է տեղյակ լինեմ ինչ է կատարվում մեր երկրում, միջև հենց այդ պահը, երբ որ նստում եմ ուղիղ եթեր, ես պետք է տեղյակ լինեմ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, որպեսզի ցանկացած այդ հարցը, գիտեք ինչպես է մեզ մոտ լինում է ժամանակ, երբ որ ուղիղ եթերով դու վարում ես հարցազրույց, եւ պլանշետի մոտ, ասենք հեռախոսս է դրած, ու ես նայում եմ ինչ է կատարվում, ու հենց այդ պահին ինչ որ շատ կարևոր բան է տեղի ունենում, հա, ու ես այդ հարցը տալիս եմ իմ հյուրին, հենց այդ պահին on-line ռեժիմով։ Մենք շատ դինամիկ ենք աշխատում եւ այս առումով ես անընդհատ հետեւում եմ լրահոսին։ Սա երևի թե միակ այդ նախապատրաստական աշխատանքն է, որը երբեք չի դադարում, իսկ ու եթերի ժամանակ, որը ես անում եմ։ Աշխատանքային կողմ ունեք, որովհետեւ օրինակ ես ինձ մոտ երկուսն էլ ոչ աշխատանքային կողմա ձեր մոտ ոնց է այդ բանը։ Չէ։ Չունեք, այսինքն այն դժվար հաղորդավարներից չեք, որ սենց նստեցի, ինչը չասեցիք։ Չէ, ես երբեք նույնիսկ չեմ էլ մտածել այդ մասին։ Իսկ ինչը չեք սիրում հաղորդավարության մեջ, ինչն է ձեզ, այսպես ասած, ամենաշատը ներվայնացնում։ Դուք կզարմանաք հարցեր տալը։ Ես այնպես է ստացվել, ես ինչը նշեցի, որ ես առաջի հերթին ինձ զգում եմ ավելի հարազատ եմ զգում որպես փորձագետ։ Ես նախընտրում եմ հարցերին պատասխանել, այդ ոչ հարցերին տարծեր տալ։ Այդպես է ստացվել։ Ես հասկանում եմ, որ դա տարօրինակ է, բայց դա այդպես է։ Բա ինչ եք հարցեր տալիս, չեք ուզում, փոխեք պրոֆիլը եւ հարցեր չտակ։ Ես տալիս եմ պատասխաններ շատ ԶԼՄ-ներում, երևի թե նաև գիտեք, տեսել եք, եւ սա այստեղ իմ աշխատանքի բնույթը այնպեսին է, որ ես տալիս եմ հարցեր եւ քննարկում եմ։ Ես այդ թվում նաև ոչ միայն հարցազրույցավար, ես նույնիսկ այլ քննարկող կողմ եմ, այսինքն շատ դեպքերում մեր հարցազրույցը այս կամ այն քաղաքական գործ չի, հասարակական գործ չի, վերածվում է քննարկման։ Մենք նույնիսկ այսպեսի ֆորմատ էլ ունենք քննարկում, եւ մենք ուղղակի 3 հոգով երկու հյուր եմ ունենում եւ ես 3 հոգով քննարկում ենք։ Դրա համար ինձ ավելի շատ հարազատ է այդ ֆորմատը։ Ուղիղ եթերում եք միշտ լինում, հետաքրքիր եղել է դեպք, որ ասել եք ինչ լավ կներ ուղիղ եթեր չլիներ։ Ոչ, երբեք։ Ինչի բան չի պատահել, որ կուզեիք դա մոնտաժած լինեիք։ Պատահում է, երբ որ դու օրինակ սկսում ես հազալ, դե մենք գիտեք ինչ երկրում ենք ապրում, ինչ աշխարհում ենք ապրում, վիրուսները անպակաս են մեզանից։ Պայտակ կոկորտը սկսում է այնպես ծակել, որ դու ուղղակի չես կարող խոսել, արդյունքները գալի աչքերիդ։ Այդ ժամանակ ես կնախընտրեի, որ եթերը ուղիղ չլիներ, որպեսզի կարողանանք անջատել։ Բայց այդպեսի կադրեր կան, թե մանրան ձեզ հազալուց կտեսնենք։ Լինում է ամեն ինչ էլ պատահում է եթերում։ Հասկացա։ Ես առաջարկում եմ մի քիչ պատտվենք նաև տարածքով առաջին էմի, տեսնենք ինչ տաղավարներ կան, ինչ մոնտաժային սենյակներ կան, դուք էլ մի քիչ նաև մեզ կպատմեք ինչ է կան։ Մեծ հաճույքով։ Շատ լավ։ Պարոն Ստեփանյան, մենք սպասում ենք ձեր հիմնական տաղավարը, որտեղ աշխատում եք Ազատվի, այնտեղ հիմա ձայնագրությունն է։ Մենք եկել ենք մոնտաժային։ Ինչքանով եք դուք մասնակցում մոնտաժներին։ Ճիշտն ասած, ես չեմ մասնակցում այս աշխատանքներին։ Այստեղ ուղղակի գալիս եմ տղերքի հետ մեկ-մեկ շփվում, զրույց ենք անում։
Այդքանով իմ մասնակցությունը մոնտաժի աշխատանքից սկսվում եւ ավարտվում է։ Ես ուզում եմ հասկանամ դուք որքան եք պատկերացնում ձեր աշխատանքը, որտեղ իզ մոտ տպավորությունն է դուք գալիս եք ու եթերը ձայնագրվում եք եւ գնում եք։ Գիտեք ոնց է աշխատում ընդհանրապես հետո այդ post production կոչվածը եւ այլն ընդհանրապես TV-ն։ Ну մոտավորապես պատկերացումներ ունեմ իհարկե, իհարկե, որտեվ իմ մասնագիտությունը չի ներառում այդ ամենը։ Իսկ ձեր երկրորդ աշխատավայրում ինստիտուտում ընտեղել եք քիչ ժամանակ անցկացնի։ Ֆիզիկապես քիչ եմ լինում այնտեղ, դա այնտեղ հիմնականում հետազոտություններ են գրում, եթե լինում են ինչ-որ միջոցառումներ, հանդիպումներ, ավելի շատ կոնֆերանսների ֆորմատով, իհարկե մասնակցում եմ, բայց այնպես որ ինչ-որ գնամ նստեմ այնտեղ աշխատեմ, ոչ, դա չի լինում։ Բա ուր եք լինում դուք լավս, որտեղ կարելի է գտնել հիմնականում։ Ինչ կարելի է գտնել տանը, կարելի է գտնել փողոցում, կարելի է գտնել տարբեր հեռուստաընկերությունների տաղավարներում, Այդ գիտենք, մեզ մոտ է, մեզ մոտ էլ կարելի է։ Կարելի է գտնել երեխայի հետ զբոսնելուց, կարելի է գտնել ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուց, այսպես է հիմնականում անցնում։ Այսինքն չեք սիրում 9-ից 6 ռեժիմը, այսպես նստակած, հա, ձեր համար չի։ Երբեք չեմ աշխատել այդ ռեժիմով, միշտ աշխատել եմ ինչ-որ սահմանափակ ժամանակ, այսինքն աշխատել ամբողջ օրն եմ աշխատում, այսինքն նորից եմ ասում, ես ամբողջ օրը լրահոս եմ հետևում։ Ես պետք է հասկանամ ինչա կատարվում Հայաստանում, ինչա կատարվում Հայաստանի շուրջ, որպեսզի այդ լրահոսը տիրապետելով կարողանամ ինչ-որ վերլուծություններ անեմ եւ հասկանամ ինչ եմ ես խոսում, ինչ եմ ես ասում եւ ինչ եմ ես ներկայացնում մեր հանրությանը։ Սա է իմ հիմնական աշխատանքը, այսինքն ես կարելի ասել մեկ-մեկ նաեւ լինում եմ գիշերը զարթնում եմ, արթնանում եմ, հեռախոսը վերցնում, տեսնեմ ինչ է տեղի ունեցել։ Որտեւ այսօր աշխարհը այնքան շուտ է փոխվում։ Իրավիճակները այնքան շուտ են փոխվում, առաջին հերթին քաղաքականությունում, որ ժամ առ ժամ ինչ-որ նոր բան է տեղի ունենում։ Աստված ոչ արածցե պատերազմ, չէ՞։ Մենք այդ ամենի մեջով անցել ենք։ Դրա համար իմ հիմնական աշխատանքի բնույթը դա է։ Ես ամբողջ օրը աշխատում եմ, բայց ես աշխատասենյակում չեմ լինում։ Հա։ Այսպես կարելի ասել։ Այս բարգամ օրինակ նույն այստեղ կոլեկտիվից դուրս չեք մնում, օրինակ չեք զգում ձեզ մի քիչ անմասն ներքին խոհանոցից։ Օրինակ կոլեկտիվը մի տեղ են գնում ու ձեզ մոռանան այս դեպքում, որովհետև այստեղ քիչ եք լինում։ Չէ, այդպես չի եղել, փառքաստը չի եղել, աշխատում եմ միշտ մասնակցել կոլեկտիվի տարբեր միջոցառումներին, այնպես որ այդ խնդիրը մենք կարծես թե չունենք։ Իսկ ինտրիգներ կան ներքին։ Կարծում եմ, որ կան, չկա կոլեկտիվ, որտեղ չեն լինում ինտրիգներ, բայց չգիտեմ, սա իմ թերացումն է, թե առավելությունն է, ես այդքան էլ տեղյակ չեմ այդ ամենից։ Ձեր մասնակցությամբ չի եղել ոչ մի բան։ Ոչ։ Նկատում եմ կոնֆլիկտ, ինչ որ մի հատ գիծ ձեր մոտ աշխատանքային, որ զգում եք, որ խանգարում է մարդկանց, բայց պետք է հարմարվել։ Հետաքրքիր հարց եք տալիս, գիտեք, ես երբեք չեմ մտածել այդ մասին։ Չգիտեմ, միգուցե գոլեգաները կարող են այդ մասին խոսել, ես այդպեսի խնդիր չունեմ։ Այսինքն եթե ձեզ հարցեն օրինակ ըստ ձեզ ինչ են խոսում ձեր մասին այստեղ առաջին այամում, ինչ կպատասխանեիք։ Անկեղծ ասեմ, չգիտեմ։ Ամենայն անկեղծությամբ դեռ։ Հուսով եմ, որ միայն լավն են խոսում, որովհետև երևի թե առիթ չեմ տվել, որպեսզի ինձ վատաբանեն, բայց չեմ կարող ասել։ Կյանքը ամեն ինչ էլ պատահում է։ Հասկացա։ Տաղավարը ոնց որ թե ձեր քիչ-քիչ ազատվում է, առաջարկում եմ գնանք այնտեղ ու առաջ անգամ կլինի, որ ձեր տաղավարում ձեզ են հարցեր տալի, ոչ թե դուք, չէ՞։ Այո։ Էդ էլ առաջինը գնացինք։ Պարոն Ստեփանյան, ձեր տաղավարում ենք, որտեղից դուք ամեն օր ասացիք ուղիղ եթեր եք մտնում, մի ժամից ավել, չէ՞։ Ժամուկես։ Ու նաև կապված թե ձեր մասին ինչ են խոսում, մենք կադրից դուրս ձեր աշխատակիցները ասացին շատ լավն է, համեստ եւ այլն, այսպեսի մի հարց է, ինքը ահագին բան կար ասի։ Այստեղ դες օպերատորներ են նկարում բնականաբար ուղիղ եթերում, կարող եք բոլորի անունները նշել, ում հետ աշխատում եք օպերատորներից։ Հա, Վազգեն, Արման, ռեժիսորը հիմա Էմիլն է, զվուկավիկը երկու հոգին են, Սիրարփին եւ Վահեն, հա, գիտեմ։ Բոլորին գիտեք, հա, շատ լավ, որտեվ հա, լինում է որ չեն իմանում, փաստորեն այդքան տեղյակ եք նաեւ։ Հա, ես ընդհանրապես իմ աշխատատեղից տեղյակ եմ։ Շատ լավ։ Կապված եթերի հետ ես էլ ունեմ այդ խնդրը մինչև այսօր, այնպես չի որ շատ լուրջ է արդեն ահագին սովորել եմ, բայց անբաժան մասա մեկնաբանությունները ու արձագանքները։ Իսկ ձեզ մոտ պատկերացնում եմ ինչա կատարվում, նաև տեսնում եմ մեկ-մեկ, որովհետև քաղաքական շատ ավելի լարված եւ նյարդային դիտողներ են հանդիպում,
ինչ մեկնաբանություն եք ստացել, որ նույնիսկ ձեզ ասել է, ձեզ ստիպել է մտածել կարող է այլ չզբաղվեմ այս գործով, դե հեսա չեմ ուզում կարդամ իմ մասին։ Ну, ընդհանրապես կոմենտիները դա մի հատուկ կաստա են, հա, մեր այսպես ասած լրատվական դաշտում, հա, անա ինտերնետային տիրույթում։ Չէ, այտենց բան չի եղել, որ իրենց գրածը մանավանդ հաշվի առնելով, որ կոմենտիների հիմնական մասը ֆեյքեր են, որ իրենց գրած այնքան վրեստազդի, որ ես ինչ-որ ճակատագրական այդպիսի մակարդակի որոշում կայացնեմ, բայց զավեշտալի դեպքեր շատ են լինում ընդհանրապես։ Ну, բերեմ օրինակ, որ մեկը բերեմ, չգիտեմ։ Լավ, օրինակ, քանի որ տեղ են կանգնած, մի անգամից դա եկավ, պլանշետը, չէ։ Հա։ Սա իր պատյանն է։ Ահա։ Ում ես ընդհանրապես աշխատանքում չեմ օգտագործում պլանշետ, ես սա որպես ուղղակի ինչ-որ sense պատստավկայի նման բան եմ օգտագործում, հետո հեռախոսս եմ դնում։ Հա, հարցերը հեռախոսի մեջ են դրված, հարցերը չէ, անուն, ազգանուն, հայրանուն, հա, տիտղոսները, մարդկանց ռեգալիաների մասով, չէ, ես հարցերը չեմ գրում ընդհանրապես դա դասում ձեզ։ Նայում եմ մեկ-մեկ եւ եթե կարեւոր ինչ-որ լորություններ է այդ օրը լինում, ես հետեւում եմ, զրույցի ժամանակ հետեւում եմ լրահոսին։ Ուրեմն առաջ ես այս պլանշետը քանի որ ինձ պետք չի, ես մեն պատյանն էի դնում։ Որտեղ մարդկա պլանշետը օգտագործում է, չեն դնում մեջից ինչ որտեղ գցած է լինում։ Այսինքն պատյանը զուտ հենարան է ծառայում։ Հենարանի պես, հա։ Եվ մի անգամ կոմենտիներից մեկը գրեց, որ բա տեսեք սրանք այնքան աղքատ են բան, մի հատ պլանշետն ինչա որ չունեն, ուրեմն այստեղ էս կամերայի ծակը որ կա։ Նկատել են։ Իրանք նկատել են որ ծակը երևում, մեջը բան չկա։ Այդ օրվանից ստիպված ամեն անգամ պլանշետը դնում եմ, չնայած չեմ օգտագործում։ Որ չմտածեն որ աղքատ է։ Այո, հա, չմտածեն որ առաջին լրատվականը կամ առաջին այմը դա աղքատ TV է։ Այսպեսի զավեշտալի դեպքեր շատ են լինում։ Դեպքա լինում օրինակ սա, տեսնում եք, հա, ну что-то նմանա Ֆրանսիայի դրոշին, չնայած դա դրոշ չի, հա, անտերերի մասը, ну չգիտեմ ինչի որոշել են որ Ռուսաստանի դրոշն է, երևի գույները խառնել են, գրում են, բա ինչ է Ռուսաստանի դրոշը տաղավարում կախում։ Կարող է դուք ծպտյալ ռուսամետներ եք կամ չգիտեմ ինչ եք։ Մի խոսքով այսպեսի բաներ շատ են։ Բայց թեթև եք տանում։ Իհարկե, ծիծաղով։ Հասկացա։ Մեկ սկզբում ասացիք, որ վերջապես առիթ է, որ խոսակ հասարակական թեմաներից եւ այլն։ Այդ ինչ թեմաներ են ձեր մեջ կուտակված, որ սպասում եք առիթ խոսելու, որոնք են այդ հուզող թեմաները, որոնք քաղաքական չեն։ Չեմ ուզում, որ դա հնչի պաթետիկ, ես ընդհանրապես շատ եմ սիրում իմ երկիրը։ Ես Հայաստանը շատ եմ սիրում։ Ինչ եմ շատ սիրում, երբ ես գնում եմ ինչ-որ արտասահման, թեկուզ մի շաբաթով։ Միշտ ուզում եմ հետ գալ։ Չեմ հասկանում մարդկանց, ովքեր Հայաստանը թողում գնում են։ Եվ ես ուզում եմ, որ Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ մենք կուզենք ապրել։ Եվ ամեն մի այսպեսի օրինակ փոսը ճանապարհի վրա, հա, երբ որ դու գնում ես այդ փոսի մեջ ես գնում մեքենայով, կամ հենց 3 դեպք ա եղել, մեկը մեքենայով անցել է, գցել է փոսի մեջ, այդ ջուրը լցվել է վրայից, այդ կեղտա ջուրը օրի։ Ձեզ վրա։ Հետո ինչ եք արել։ Փողոցում անցնելուց։ Դե մի քանի բան ասել եմ, քշեգնացել է, հարցը դա չի։ Այսինքն մեր հասարակությունում, մեր երկրում կան շատ խնդիրներ, որոնց վրա մենք պետք է աշխատենք։ Պետք է աշխատենք, որպեսզի մեր շրջապատը, մեր միջավայրը լինի ավելի մաքուր, ավելի դրական, որպեսզի մեր այդ կոմենտներում, ինչպես դուք ասում եք, հա, այդ կեղտոտ, հա, նյարդայնացած բաները չգրեն, որպեսզի մենք լինենք ավելի հանդուրժող։ Շատ դեպքերում ցավոք մթնոլորտը դրան չի նպաստում մեր երկրում։ Եվ դա գալիս է շատ դեպքերում իշխանություններից, շատ դեպքերում մեզանից է գալիս, հասարակությունից է գալիս։ Սա մեկ խնդիրների փունջ է, հա, ասես մի հատ կույտ է, որոնց մասին ես բարբերաբար անդրադառնում եմ իմ էջում, սոցիալական էջում, Facebook-ում, եւ շատ լավ կլիներ, եթե նաեւ այսպիսի եթերների ժամանակ մենք կարողանանք այս խնդիրների մասին խոսենք։ Ես ուղղակի հասկանում եմ, որ ձեր ֆորմատը այդ ֆորմատը չի, որտեղ մենք կարող ենք շատ խոսել այդ մասին։ Դրա համար այսպիսի մի հպանցիկ փորձեցի դրան անդրադառնալ։ Կարող նաեւ երեկվա դեպքներ ձեզ մոտ այսպես վերջնական կուտակման պատճառ այդ ջրափոս։ Չէ։ Ես ասիկ մի քանի բան ասացի, ինչ տոնով էր դա, ասենց փողոցային խոսակցություններ, թե գնացիք ասացիք այսպես չի կարելի այլևս։ Ես ընդհանրապես գոնե աշխատում եմ փողոցային խոսակցությունների մեջ չմտնել մարդկանց հետ։ Դա որը մեկ ստիպում են, ախր դուք լինում է որ դուք չեք ուզում, բայց պատահում է իհարկե, բայց այնպես ստացվեց, որ ուղղակի ասեցի, ինչ լավ կլինի ձեր դեմը, դե կիներ ղեկին նստած։ Հա, կիներ ղեկին նստած։ Ինքն ինձ ասեց, դե չես տեսնում, դե փոս է։ Կանգնել ես ճանապարհի վրա։ Կողմի։ Չես տեսնում փոս է, մեջը ջուր է, ասեցի, դու պետք է երևի տեսնես, որ մեջը չգցես մարդկանց վրա։ Խոսքով էլի, sense մի բան։ Հասկացա։
Դուք այսպես իմիջ ունեք շատ արևմտամետ մարդու։ Հիմա գուցե դա չափազանցված է, գուցե չէ, բայց այդպես է ձեր իմիջը։ Բայց դուք ավարտել եք նաև ռուս բանասիրության ֆակուլտետը։ Դրա համար եկեք մի քիչ խոսենք ձեր կրթությունից ու հասկանանք ինչ եք սիրում ռուսական մշակույթից կամ գրականությունից։ Ունեք բաներ, որոնք մինչև այսօր ձեր այսպես սիրելի երևույթներից են։ Շատ հետաքրքիր հարց բարձրացրիք, շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ես նախապես ասեմ հիմնական ես սա շատ եմ ասում, բայց երևի թե այսօր շատ լավ առիթ է դա ասել, դա կեղծ իմիջ է։ Ես արևմտամետ չեմ։ Ես ռուսամետ չեմ։ Ես ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այդքանը։ Եվ ես կոչ եմ անում բոլորին ուղղակի լինել քաղաքացի։ Այդ մետը պետքա մեր ուղեղներից հանենք։ Ինչ վերաբերում է կրթությանը, այո, ես ավարտել եմ ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետը։ Ես գրականագետ եմ, ռուս գրականության մասնագետ, հա։ Կրթության մասով գներեք դուք կոնկրետ ինչի վրա եք ուզում կենտրոնանալ հարցում։ Ինչ եք սիրում մինչև այսօր օրինակ ռուս գրականությունից գուցե ձեր սեղանի մինչև հիմա կա գուցե այլ երևույթներ։ Հետագա ռուսական մշակույթից ինչ եք սիրում։ Չէ, ռուսական մշակույթ իրականում շատ եմ սիրում։ Սա անկեղծ, սա անկեղծ։ Ռուսական մշակույթ հիմնականում, որ շատ մեծ գեղարվեստական գրականություն, շատ մեծ հետք է թողել իմ վրա, դա Բուլգակովն է, ամբողջ Բուլգակովը, հիմնականում ասում են Master Margarita։ Իդեպ իմ դիպլոմայինը հա եղել է Master Margarita-ն, ես եմ ընտրել, ես կարելի ասել բավական Վարպետը եւ Մարգարիտան եթերի համար ասենք։ Հա, ասեցի Վարպետը եւ Մարգարիտան։ Շատ խորը հետք է թողել ժամանակին ինձ վրա դա, եւ ես ամբողջ Բուլգակովն եմ շատ խորը փորձել ուսումնասիրել ամբողջ իր ստեղծագործությունները։ Ու իհարկե Տոլստոյ, իհարկե Դոստոևսկի։ Հիմնականում այդ 3, հա, հսկա ռուս հսկա գրողներին եմ շատ սիրում, շատ կարդացել, բայց ամբողջ ռուսական գրականությունը հասկանալի պատճառներով ծանոթ եմ։ Եվ մինչև այսօր սիրում եք։ Ինչ որ բան կարդալ։ Հիմա արդեն երկար տարիներ չեմ կարդում ցավոք ռուսական գրականություն, որովհետև արդեն սկսել եմ մասնագիտական կարդալ, քաղաքագիտական, քաղաքիտ վերլուծություններ եւ այլն, ժամանակ էլ չունեմ անկեղծ ասած, հիմա իմ հիմնական գրականությունը մասնագիտական է, բայց ժամանակին շատ եմ կարդացել եւ շատ բաներ կան, որոնք նույնիսկ անգիր եմ հիշում, ասենք այնքան է տպավորվել մեջս։ Էլի ձեզ հետ կապված մարդիկ ահագին բան ձեր մասին չգիտեն, որովհետև առիթ չի եղել զրույցների։ Ինչ սովորույթներ, հոբիներ եւ այլն ունեք, որի մաս եք մարդ շատ կզարմանան։ Ժամանակին շատ էի սիրում հեծանիվ վարել, շատ հետաքրքիր հարց եք իդեպ տալի, հերթական ձեր լավ հարցը, ինչպես ռուսերեն ասում են վտոչկո։ Ինչու ժամանակին, որովհետեւ Երևանում շատ դժվար է հեծանիվ վարել։ Մենք չունենք ինֆրաստրուկտուրա։ Հեծանվորտը ճանապարհի վրա Երևանում դա ամենա իրավունք չունեցող մարդն է, ասենք, կամ հեծյոտն է, կամ մեքենան է։ Մեզ մոտ մեքենան աստված է, հեծյոտը երկրորդ կարգի է, իսկ հեծանվորտը ընդհանրապես մարդ չի։ Դե իրեն ոչ մեկ ճանապարհ չի տալիս, բոլորը վրան քշում են, հեծյոտն առանձին, հեծանվորտը առանձին ճանապարհ չունի, ինչպես բոլոր նորմալ երկրներում։ Վերջերս էլ այնպես պատահեց, որ այդ հեծանիվ վարելու ժամանակ վերջերս ասելով երևի մի տարի առաջ շուններ ընկել հետևից։ Դուք հեծանիվով։ Այո, ես ոդկս կծել էր։ Դրանից հետո որոշեցի, որ չարժի քշել հեծանիվ, որովհետև դրանից հետո հասկանալի պատճառներով մի քանի անգամ հիվանդանոց, հա, պատվաստումներ, կատաղության դեմ, փայտացման դեմ։ Դուք եք մեղավոր, եթե շունը կծելը գիտեք, չէ՞, կան մարդիկ, որ վստահ են ինչ էլ անես, եթե շունը կծում է, դուք ինչ որ բան սխալ եք արել։ Դուք հիմա հերթական հետաքրքիր ցավալի հասարակական հնչեղություն ունող թեման է։ Ես ինքս շներին շատ եմ սիրում։ Ես էլ։ Ես շներին կարելի է ասել, հասկանում եմ, շատ դեպքերում ավելի շատ քան թե մարդկանց։ Ավարնակ կարող են, չէ՞, բայց դա այդպես է։ Շունը երբ որ քեզ վրա հարձակվում է, դա պետք է չփախչես։ Հա։ Հիմնականում դրանով շան ագրեսիվությունը վերջանում է։ Եվ այդ նույն հեծանիվ վարելուց շատ է եղել, որ շները հետևից վազել են, ես ուշադրություն չեմ դարձրել, շարունակել եմ վարում, բայց այդ անգամ չգիտեմ ինչի, ինքը որոշեց ոտքս բռնել։ Համառ շուներ է։ Այո, որոշեց ոտքս բռնել, դե ես կանգնեցի, իհարկե իրանք փախան այդ շները, մի քանի շուն էին, այսինքն միշտ չէ, երբ որ դու փորձում ես ամեն ինչ անես, որպեսզի շունը քեզ չկծի, ագրեսիա չես ցուցաբերում, վախ չես ցուցաբերում, բայց շունը քեզ կծում է։ Եվ դա երևի մեր շնասերները եւս պետք է գիտակցեն եւ հասկանան, մանավանդ որ շատ դեպքերում մեր քաղաքի փողոցները երեկոյան դառնում են բավականին վտանգավոր մարդկանց համար առաջին։ Հա, վերջերս մանավանդ սրվել է, բայց այդ երևի թե մեկ այլ հաղորդման թեմա կլինի, բայց հա, բարձրացնենք, այսինքն միշտ չէ որ մարդու կողմից ագրեսիան կամ նույնիսկ վախը
բերում է նրան, որ շունը հարցակվում է քեզ վրա։ Սա անձնական փորձից։ Մարդու որոշումներից ընդհանրապես չի վախենում։ Ձեր այստեղին գործի հետ կապված աստիկ հարցերը չեք գրում, այսինքն չեք էլ պատրաստում հարցեր, թե ֆիզիկապես չեք գրառում, հիշում եք ինչ նկատի ունեիք։ Ես պատրաստվում եմ կարդալով լրահոսը, հետևելով լրահոսը։ Ես հետևում եմ լրահոսին, ես հասկանում եմ այդ օրը ինչ թեմա է ակտուալ, ու արդեն դրանից Այսինքն տեղում չեք որոշում ամեն դեպքում ինչ եք հարցնելու, թե տեղում եք որոշում։ Թեման որոշում եմ միջև հաղորդումը, ես ինչի եմ ասում, ինձ մոտ զրույց է, ինձ մոտ հարցազրույց չի։ Երբ որ իմ դիմացի մարդը սկսում է խոսել, հա, նյուս մեկը սկսում է խոսել, ես իրեն ուշադիր լսում եմ եւ միշտ այդ խոսակցությունից, իր մտքերից գալիս է իմ հաջորդ հարցը։ Այսինքն, եթե թեման որոշված է, եւ ես սկսում եմ զրույցը, հետագայում արդեն հարց տալու խնդիր չկա, գրելու կամ ինչ-որ պատրաստելու խնդիր չի առաջանում։ Բայց դուք ձեզ պրոֆեսիոնալ հաղորդավար նաեւ համարում եք, թե չէ։ Չգիտեմ, որքանով եմ ես պրոֆեսիոնալ հաղորդավար, ես ավելի շատ ինձ համարում եմ փորձագետ, միգուցե նաեւ քաղաքական մեկնաբան, երևի թե 3 տարի աշխատում եմ համարյա այս ոլորտում, երևի թե կարող եմ ինձ համարել նաեւ պրոֆեսիոնալ հաղորդավար։ Եթե ձեզ ընտրության առաջ դնեն, կամ պետք է ընտրեք այս աշխատանքը որպես հաղորդավար, կամ ինստիտուտում ձեր փորձագետ, որը կընտրեիք։ Չեմ ուզենա այդպեսի ընտրության առջև կանգնել, պատասխանենք, Աստված չանի, եղել է այդ ընտրությունը։ Ես երկու տեղից էլ կնախընտրեմ դուրս գալ, քանց թե կորցնեմ ինչ-որ մեկ աշխատանքը, որտեղ երկուսն էլ ինձ համար արդեն շատ հարազատ են։ Ես 2005 թվականից լրագրողական դաշտում եմ, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, լրագրողից կամաց-կամաց շատ դանդաղ մեծ աշխատանք եմ տարել, արդեն եկել եմ փորձագիտական դաշտ, հետո արդեն որպես քաղաքական մեկնաբան, եւ այս ամենը ես պատկերացնում եմ այսպես մեծ մի кейսում Ինձ համար մեկը առանց մյուսի ես չեմ կարող պատկերացնել։ Երևի թե եթե ստիպված լինեմ ընտրություն կատարեմ, երկուսից պետք է հրաժարվեմ, ես ուղղակի դուրս գամ այս համակարգից, հա, այս ոլորտից զբաղվում ինչ-որ այլ բանով, չգիտեմ։ Կա զբաղմունք, որը նախատեսել եք, եթե մի օր իրոք դուրս գաք։ Կա։ Ինչ։ Թոշակի եմ գնալու։ Իսկ ինչ եք անելու թոշակի ժամանակ։ Տանը, թե օրինակ չգիտեմ, կամ մեղվապահությամբ եք ուզում օրինակ երազանքը։ Փորձելու եմ կյանքը վայելել, եթե թոշակս թույլ տա, մի փոքր իհարկե զավեշտալի է հնչում, փորձելու եմ ճանապարհորդել, աշխարհը տեսնել։ Սա իրականում մարդու համար շատ կարևոր է, որովհետև բացում է քո առջև նոր հորիզոններ, դու տեսնում ես տարբեր կողմեր կյանքի, որոնք քո երկրում չես տեսնում, դառնում ես ավելի լավը։ Օրինակ, երբ որ ես առաջի անգամ գնացել եմ Մեծ Բրիտանիա, Լոնդոն, այնտեղից երբ որ ես եկա, մոտ մի շաբաթ ես ինձ պահում էի շատ ցիվիլ։ Բոլորը զարմանում էին, այն աստիճան ցիվիլ, խոսակցականի մեջ ճպտում էի բոլորին, հա։ Այն դեպքում եւ ես ասենց ասած ամենաանտաշ մարդը չեմ, էլի, բոլորը զարմանում են այդ փոխակերպման, որտեվ ես այդտեղ մի շաբաթվա մեջ, մեկ շաբաթվա մեջ տեսա, որ մարդիկ որքանով են բարեհամբույր իրար նկատմամբ, որքանով է դա հեշտացնում մարդկանց գլխարկի, հա, լորդ տարբերակներով լորդը պարտադիր չի։ Չէ, նկատում եմ այդ անտուրաժը, էլի, հա։ Միգուցե, մարդկանց համար ավելի ընկալելի կլինի, կարծում եմ, մեկ այլ օրինակ, երբ որ իմ աչքի առաջ փողոցում Օքսֆորդ Սթրիթի վրա երկու կին, ասենց բախվեցին իրար, շատ արագ գալիս են, բախվեցին իրար, այնպես բախվեցին, ճտոցը հելավ, հա, հայերեն ասած, իրար ժպտացին, ինչ որ սորի ասացին եւ գնացին։ Ես պատկերացնում եմ ինչ կլինի, եթե մեզ մոտ դա լինի, այդպեսի մի բան, ասենք, որովհետեւ վախենում եմ։ Դրա համար ճանապարհորդելը շատ լավ բան է, դա դարձնում է մեզ ավելի լավ, դարձնում է ավելի տոլերանտ իրար նկատմամբ եւ ես կարծում եմ, որ եթե ես մի օր այդ հնարավորությունը ունենամ ճանապարհորդել, երբ որ երևի թե անցնեմ թոշակի, անպայման այդ հնարավորությունը կօգտագործեմ։ Իսկ թեմայի շուրջ աստիկ մի շաբաթ եք այդպես բան, հետո վերադարձակ հայկական փոխհարաբերություններ, հա։ Հայկական իրականությունը ինձ ստիպեց վերադառնալ։ Հասկացա։ Պարոն Ստեփանյան, գոհ եք ձեր առաջին ոչ քաղաքական հարցազրույցից, դες լրիվ անկեղծ եք ու ինչ կար ասեցիք։ Ես փորձեցի լինել անկեղծ, կարծում եմ երևի թե դա ստացվի, հա, հեռուստադիտողները դա ավելի լավ կհասկանան, երևի թե կոմենտիները կոմենտներում կգրեն, նման այդ թվում նաև ինչ ճանաչողները, բայց ինձ թվում է, որ հա, ստացվել է։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։